Ինչ են մտածում Հայաստանի հարավային դարպասը պահող մարդիկ, այսպես ասած հարևանների խաղաղության խոստումներին կարող ենք հավատալ։ Այս օրերին լուր են ասում են վերին խնձորեսցիները, բայց ինչի դիմաց, այս է ամենամեծ հարցը։ Հիտլերն 39 թվականին Ստալինի հետ պայմանագիր կնքեց, որ պատերազմ չի 41-ին արձակվեցի։ Ինչ երեխա որ մի տարուց հետո էլ սա չի արձակվել։ 100% համոզված եմ, որ սա ժամանակավորը երևույթ է։ Ոնց որ Ղարաբաղի հարցը մի օր էլ Զանգեզուրի հարցն են դնում։ Բաքուն կանգ չի առնի, քանի դեռ իրական երաշխավորներ չունի խաղաղությունը։ Սահմանին ապրող մարդկանց ուժեղ Հայաստանի անդամները վստահեցնում են, գիտեն ամուր խաղաղություն կառուցելու ճանապարհը, պետք է նախ փակել Բաքվի պահանջների շղթան։ Ասում է ենթարկվենք Թուրքին, լսենք իրան, որ որևէ խնդիր չունենանք, բայց եթե ընկկվի հեքիաթն է, որ ձակին տվիր, հաջորդի հետևից է գալու, որ ձակին տվեցինք, ինչ պահանջ տվեցինք, Սյունիքում ճանապարհը տվեցինք, հիմա էլ վերադարձի մասին է խոսքը։ Վերին խնձորեսկի բնակիչները պատմում են անվտանգությունից զատ հազար ու մի սոցիալական խնդիր ունեն, տեղում աշխատանք չկա, իրենց միակ զբաղմունքը անասնապահությունն է, բայց սա էլ ձեռնտու չէ, կաթը ջրի գնով են վաճառում։ Ասեք Երևան կաթի արժեքը 500 դրամ է, ստեղ 120 դրամ է։ Դժվարություններով յոլ է քնում էլի։ 1000 դրամով խոտ եք առնում, կաթ 120 դրամով ազնում։ Էլ ասում եք անասնապահությունը զարգացնենք, ո՞ց պետք է զարգացնենք։ Դառնում ապրել գյուղացին տանջում է, չի ապրում։ Որ գյուղացին իր տանջանքից օգուտ ստանա եւ այլ զբաղմունք էլ ունենա, Նարեկ Կարապետյանն ասում է բազմաթիվ ծրագրեր ունեն։ Հայաստանում չի թանգանում մենակ այն, ինչ որ հայերն են արտադրում։ Ինչը որ ներմուծվում է, թանգանում է։ Հիմա երկու կարևոր հարց, որպեսզի ունենանք A. Էժան եւ B. Գյուղացին կարողանա միջոց ունենա, մենք պետքա բալանսավորենք քանդած գործարանների գծով, մենք պետքա կարողանանք վերականգնենք երկրում քանդած գործարանները։ Հաջորդ կանգառը Գորիսն է, այստեղ էլ մարդիկ նույն խնդիրներով են, աշխատանք, զբաղմունք չկա, բայց գլխավոր մտահոգությունը անվտանգությունն է, լսում են, չեն հավատում օդում խաղաղության խոստումներին։ Մարդ պետք է ուժեղ լինի խաղաղություն ունի, որ ուժեղ չլինի ո՞ց կարող խաղաղություն ունի։ Ամեն րոպե հեն այսպես ծիրտները թրթռում է։ Ամեն րոպե լապասում է, վտանգավոր է։ Գիտեք ով է ըստ քաղաքացիական պայմանագիր կուսակցության Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Ադրբեջանը իր նախագահ։ Երբ տնտեսությունը թույլ է, առաջինը դատարկվում են մարզերը։ Իսկ երբ իշխանությունը կորցնում է ժողովրդի վստահությունը, ինչպես այսօր, թուլանում է ամբողջ պետությունը։ Բայց մենք այստեղ ենք ձեզ ասելու, որ Սյունիքը երբեք չի ծնկելու։ Հիմա իշխանությունն ասում է Սյունիքի հարց գոյություն չունի։ Ինչ նկատի ունեն Սյունիքի հարց ասելով, միայն իրեն գիտեն։ Մենք են նույն մարդն է, որ դեռ 2024 թվականի օգոստոսի 30-ից հայտարարում է, որ Սյունիքը, Վայոց ձորը ամբողջությամբ, Արարատից, Արմավիրից, Գեղարքունիքից, Տավուշից, Լոռուց, Շիրակից տարածքներ Ադրբեջանի սահմանադրությամբ պատկանում են Ադրբեջանին։ Հասկանում եք ինչ ասում եմ։ Կապանում էլ մարդիկ հավաքվել են փոփոխության ակնկալիքով, պահանջով։ Իշխանությունը կրկնում է ճիշտ այն, ինչի համար նախկիններին էր մեղադրում, ավելին իրենց աչքի գերանը չտեսնելով իրենց ընդդիմադիրներին են մեղադրում։ Վերջին դեպքը Նարեկ Կարապետյանն արձագանքում է Սուրեն Պապիկյանի մեղադրանքներին բանակում չծառայելու վերաբերյալ։ Պարոն Պապիկյան, հնարավոր է, լավ ասֆալտ, անոք նախարարս շատ ասֆալտ է սա։ Դու հնարավոր է նաև դրական փոփոխությունների հույսով ես եկել ԿՊ։ Բայց խոսում ես վարչապետի տեխնացուի բանակին ծառայելուց, երբ Սամվել Կարապետյանը ծառայել է բանակին, ամենամեծ աջակցությունն է տվել հայկական բանակին։ Ո՞վ ղեկավարը չի ծառայել բանակում։ Ապրիլյան պատերազմին
մասնակցել է մայիսին։ Թող իշխանությունն իր տված ու չկատարած խոստումների մասին մտածի, ասում են կապանցիները, այնինչ խաղաղություն են կոչում, պարզ չէ ինչ է։ Սահմանը տեսակ որ եկակ։ Դե եթե վաղը պատերազմի քաղաքայքես չլինի։ Ինքը զիջողական է, ինքը պարտվել է։ Պարտված իշխանությունը պիտի հեռանա, 20 թվից պիտի հեռանա։ Ես զարմանում եմ մեր ժողովուրդը այսքան տարի ոնց է հանդուրժել պարտված իշխանությանը, աշխարհում դες բան չկա։ Բարձր տրամադրություն, երկու պար փոփոխությունների ճանապարհի մեկնարկը Սյունիքում այս տեսքն ունի։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։